պատահական չի, որ Տրամպի դեմ այդպես կոնսոլիդացվել էր ամբողջ ազատ աշխարհը։ Չի եղել այդպիսի նախադեպ, ես չեմ հիշում Միացյալ Նահանգների ներքաղաքական կյանքում, որ արտաքին ակտորները, հատկապես Եվրամիությունը, այդ կարգի կողմը լիներ որևէ մեկին թեկնածուներից։ Այնտեղ միշտ էլ հանրապետականների եւ դեմոկրատների պայքար է եղել, բայց միշտ էլ Եվրոպայում եւ աշխարհում եղել է ընկալում, որ անկախ նրանից ով էլ ընտրվի, համակարգը չի փոխվելու։ Ժողովրդավարությունը շարունակելու է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթությունը եւ մարդու իրավունքները մնալու են արտաքին քաղաքական նաեւ գերակայությունների հիմքում։ Բայց Տրամպի պահվածքը քաղաքականությունը հուշում էր բոլորին, որ ինքը հակահամակարգային անձնավորություն է, այսինքն գալիս է կազմալուծելու ոչ միայն դեմոկրատական կուսակցության իշխանությունը, այլ ամբողջ պետական համակարգը, որը հիմնված է հենց ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեհամակարգի վրա։ Եվ պատահական չի, որ ինքը հիմա հենց դա էլ անում է։ Առաջի իր պաշտոնավարման շրջանում ինքը դա այդքան չկարողացավ անել, նաեւ այդքան մոտիվացված չէր դա անել, որտեղ իր դեմ նաեւ այդ պայքարը այդքան թեժ չէր, ինչպես որ երկրորդ նախագահական ընտրությունների մրցապայքարի ընթացքում եղավ եւ նաեւ այն 4 տարիների ընթացքում, երբ որ Բայդենն էր պաշտոնավարում, փորձելով ամեն ինչ անել, որ կանխել վերադարձը Տրամպի, եւ նա հասկացավ, որ իր համար գոնե իշխանության տեսակետից գոյութենական հարց է հաղթել բոլոր ժողովրդավարներին եւ ամբողջ ազատ աշխարհը։ Դա է խնդրեմ։ Դա իրական խնդրեմ է եւ երբ որ ասում են, գիտեք, սա ավելի շատ թատրոն է, ինքը այսպես ընդամենը Պուտինին սիրաշահում է, որ հետո բերի նրան դաշտ, որ հետո ավելի հեշտ նրան համոզի ավարտել պատերազմը եւ ի վերջո նաեւ կոնսոլիդացնում է Եվրոպան։ Ես իրականում տեսնում եմ իհարկե դրական այդ հանգամանքը, որ իր սպահվածքի արդյունքում Եվրոպան կոնսոլիդանում է եւ ռազմական ծախսերի վրա եւ սեփական անվտանգության վրա ավելի մեծ ուշադրություն դարձնելու հարց է առաջացել, բայց դա հարակից արդյունք է Տրամպի քաղաքականության, այլ ոչ թե Տրամպի քաղաքականությունը միտված է եղել հենց դրան, եւ հակառակը Տրամպի քաղաքականությունը ինչին որ միտված է, այդքան ակնհայտ չի ցույց տալիս Տրամպը, որովհետեւ իհարկե ինքը խնդիր ունի հաղթահարելու նաեւ Միացյալ Նահանգներում դիմադրությունը։ Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ իհարկե շատ վտանգավոր է, որ ինքը առաջնային որպես ցանկացած քաղաքականության հիմքում դնելով իր անձը, իր անձնական շահերը, որպես այսպես բավականին էգոիստ, հա, ինքն իրեն շատ բարձր գնահատող, ես նաև կասեի մերկանտիլ անձնավորություն, ամեն ինչը բիզնեսի եւ փողի պրիզմայով դիտարկող, իր համար շատ ավելի պակաս վտանգավոր են Պուտինը, ընդհանրապես ավտոկրատները եւ այլն, որոնց նույնիսկ ինքը ավելի շատ կարող է որպես հոգեհարազատ անձնավորություններ ընդունի, որքան Եվրոպան եւ ազատ աշխարհը, որը իր դեմ էր եւ ընտրությունների ժամանակ դա շատ տեսանելի էր։ Տեսեք, Վենսը ինչ է հիշեցնում Զելենսկուն։ Ինքը ասում է դու այդ մեր դեմ դուրս եկողների մասն ես եղել։ Այսինքն ինքը դրանով նախ բացահայտում է, որ այո, իրենք խնդիր ունեն, թշնամություն ունեն իրենց դեմ դուրս եկած եւ միշտ հիմա քենը պահում են ժողովրդավարական աշխարհի, ազատ աշխարհի դեմ, եւ երկրորդը հիշեցնում է Զելենսկիին, որ այ հիմա որ մենք քեզ այս թակարդը գցեցինք եւ հիմա այսպես փորձում ենք ստորացնել օվալ կաբինետում, հա, այսինքն օֆիսում գրասենյակում դրա պատճառներից մեկը ինքը անկեղծ ասեց, Վենսը ասեց դու հիշում ես Պենսիլվանիա, որ գնացել էր նախընտրական շրջանում եւ ժողովրդավարների այդ բանին էր փաստացի մասնակցում։ Ու իրականում մի քիչ մանիպուլյացիա կա դա, որովհետեւ Զելենսկին իհարկե նաեւ հանդիպել է Տրամպին, այսինքն ինքը փորձել է հավասարակշռություն պահել, բայց իհարկե ակնհայտ է եղել, որ իր այսպես նախընտրությունները ժողովրդավարների կողմում են, բայց նաեւ որովհետեւ ժողովրդավարներն են այդ պահին իշխանության, իսկ ամեն րոպե իշխանության հետ լավ հարաբերություններ պահել Միացյալ Նահանգները կարևոր էր Ուկրաինայի համար, բայց ամենայն դեպս այնտեղ կար նաև Հանտեր Բայդենի հարցը, հիշում եք, որ նա թույլ չտվեց Տրամպին իրեն օգտագործել այդ կոմպրոմատների հարցում եւ այլն։ Եվ դա էլի եմ ասում ցուցադրում է ընդհանրապես ցուցիչ է, թե ինչքան կարևոր է Բայդենի եւ իր թիմի համար որպես մրցակից չեզոքացնել ազատ աշխարհը եւ ժողովրդավարական աշխարհը եւ Եվրոպային նախ եւ առաջ, հա, որպես հիմնական բաստիոն է դա ազատ աշխարհի, որը ժամանակին համագործակցում էր Միացյալ Նահանգների հետ, քանի որ այնտեղ ժողովրդավարներն էին իշխում, այսինքն նույն տեսակի մարդիկ ինչ որ Եվրոմիությունում, բայց հիմա փոխվում է
եւ Միացյալ Նահանգները նոր աշխարհակաղակականություն է գծում, որը պետք է հասկանալ եւ Հայաստանի համար դա շատ կարեւոր է հասկանալ, որտեւ դրանից է կախված թե ինչ ալյանսներ, ինչ դաշինքներ են այսուհետ լինելու, որտեւ միջև հիմա եթե դաշինքները հիմնված էին տրանսատլանտյան խարտիայի վրա, հիշում եք, ապա երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո երբ որ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան կնքեցին տրանսատլանտյան խարտիան, որով նախանշում էին նոր աշխարհի հիմքերը, որտեղ գրված էր մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, խաղաղության բոլոր հարցերը լուծելու պատերազմների անթույլատրությունը եւ այլն, այդ սկզբունքները հռչակվեցին որպես նոր աշխարհի հիմք, եւ դրանով կառուցվեց նաեւ Եվրոմիությունը եւ Եվրոպան, բայց եւ դա վերաթարմացվեց իդեպ Բայդենի եւ ուրեմն Մեծ Բրիտանիայի վարչապետ, չեմ հիշում այդ պահին ով էր, կարծեմ բաններս, նախորդ վարչապետն էր։ Մի խոսքով, հենց առաջին պաշտոնավարման շրջանում վերաթարմացվեց դա, Բայդենի հենց առաջի շրջանում, պաշտոնավարման առաջի շրջանում, հենց առաջի տարին էր, հիմա այդ ամբողջը կազմալուծում է Տրամպը, եթե կազմալուծում է, ինչ հիմունքներով են նոր դաշինքները կազմավորվելու, Չինաստանը որտեղ է լինելու այդ նոր աշխարհակաղակական դիսկուրսներում, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, Ռուսաստանը որտեղ է լինելու, եւ եթե ինքը այդքան մերձեցման քաղաքականություն է վարում Պուտինի հետ, ըստ էության ամեն ինչով աջակցում է Պուտինին եւ ուրեմն վնասում է եւ պատժում է Ուկրաինային, բայց արդյոք Չինաստանին ինքը կարողանալու է հաղթահարել առանց Եվրոպայի աջակցության, իսկ կարող է, եթե չկան այդ արժեքները, որը միավորում են Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային, այդ թվում միավորում են Չինաստանի դեմ, եթե այդ արժեքները այլևս չկան, ի՞նչն է խանգարում Եվրոմիությանը դաշինք կազմել միավորվել Չինաստանի հետ։ Այդ թվում ռուսական վտանգի դեմ, որտեղ այնպես չի, որ Չինաստանն ու Ռուսաստանը ամեն ինչում շահերում համընկնում են։ Ոչ։ Եվ այս պարագայում կարող է Միացյալ Նահանգները մեկուսանա, որտեղ եթե միացնում ենք Եվրոմիությունը Չինաստանի հետ, այդտեղ փոքրամասնություն է դառնում Միացյալ Նահանգների տնտեսությամբ։ Իսկ ամեն ինչ տնտեսական չափումով է չափվում հիմա։ Հատկապես նաև բանի Տրամպի համար։ Եվ այս պարագայում Ռուսաստանը որտեղ կհայտնվի նման դաշինքների պարագայում, հա, պայմաններում, Հնդկաստանը, որը էլի շատ հիացած չէ նաև Միացյալ Նահանգների այս մոտեցումներով, խառնվում է մի այլ կարգի, բայց ամեն դեպքում, եթե չկան արժեքներ որպես հիմք, այն ողնաշարը չկա, որի շուրջ պետք է կառուցվեն, ոնց որ միջև հիմա կառուցվել են դաշինքները, ոնց որ ՆԱՏՕ-ն է կառուցվել այդ արժեքների շուրջ, որտեղ ՆԱՏՕ-ն նախ-ի-վարժ քաղաքական դաշինք է։ Չգիտես ինչի տպավորություն է ստեղծում, որ ինքը ռազմական դաշինք է։ Ինքը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ քաղաքական կոմպոնենտ ավելի մեծ է, քան ռազմականը, եւ այն չափորոշիչները, որ պարտադրվում էին ՆԱՏՕ-ի անդամ տեխնատուների համար, նախ-ի-վարժ քաղաքական են՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ինստիտուտներ, լավ կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն։ Հետո նոր միայն ռազմական։ Հիմա Թրամփն ասում է, եթե դուք վճարման հարցը չլուծեք, ես ընդհանրապես ձեր վրա ՆԱՏՕ-ի այլ անդամների վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները փաս։ Դա ինքը նույնիսկ նախընտրական շրջանում էր ասում այդ նույն բանը։ Ինքը բավական հետևողական է այդ առումով։ Եվ այստեղ է, որ շատ վտանգավոր է Եվրոպայի համար ամեն ինչ թողնել իրենց հույսը այդ անվտանգության տեսակետից Միացյալ Նահանգների վրա եւ իրենք դա հասկանալով հիմա սկսել են կոնսոլիդանալ եւ դա ցնցել է Եվրոմիությանը, սթափեցրել է եւ դա սառը ցնցուղի էֆեկտ է գործել Եվրոպայի բնակչության վրա, իսկ ով է որոշումներ կայացնում Եվրոմիությունում։ Ժողովուրդը, իշխանությունները միշտ ականջալուր են լինում տրամադրություններին հասարակական։ Եվ դա էր պատճառը, որ սանկցիաները Ռուսաստանի դեմ միանգամից շատ կոշտ չեղան, որ տնտեսական խնդիրներ շատ չառաջանա, որ այդ փափուկ, այսպես բարեկեցիկ պայմաններում ապրելու սովոր եվրոպացիներ հանգարց չդժգոհեն եւ չփոխեն իրենց իշխանություններին դրա արդյունքում, հա։ Բայց հիմա ժողովուրդն է Եվրոմիության պահանջում ռազմական ծախսերի ավելացում, որտեղ իրենք վտանգ են զգում։ Իրենք հայտնվել են նույն վիճակում, ինչ որ Հայաստանը։ Անվտանգությունը ավելի կարևոր է հիմա իրենց համար, քան տնտեսական ինչ որ առավելությունները, ինչ որ սոցիալական բարիքները եւ այլն, հա։ Դու հասկանում ես, որ կյանքի մահու հարց է արդեն Ռուսաստանին ոչ մի կարող վաղը չկարողանա կանգնեցնել։ Եվ այստեղ շատ կարևոր է որ Եվրոմիությունը ինչքան էլ հարուստ լինի, ինչքան էլ մեծ ծախսեր անի ռազմական, նաև իսկ 800 միլիարդի մասին արդեն խոսք գնում ռազմական ծախսերի ավելացումը, որը ռուսականից 5 անգամ ավելի շատ է ռուսական ծախսերից, որ պատկերացնեք, բայց թվում է թե չէ, այդքան մեծ ծախսեր անելով միանգամից Ռուսաստանին փշտ կանեն եւ կպրծնեն, բայց այդտեղ մի ուրիշ խնդիր կա։ Պատերազմներում հաղթում են նախ եւ առաջ նրանք, ում բանակները պատրաստ են կռվելու, ում զինվորները պատրաստ են գնալու կռվելու անկախ նրանից, որ մտածեն կարող է զոհվեն, չէ, կարող է վիրավորվեն։ Եվրոպական բանակները հիմա
առերեսվում են մի իրականության հետ, երբ որ կա վտանգ, որ իրենց քաղաքացիները չգիտեն հանուն ինչի պետք է գնան ժողովեն։ Մի բան է, երբ որ հարձակվի Ռուսաստան օրինակ Լեհաստանի վրա, պարզ է լեհ զինվորները հայրենասիրության հիմքով իվան ինքնապաշտպանության բնազդով կկռվեն։ Բայց երբ որ Ուկրաինայի վրա է հարձակվել, պարզ չի թե պորտուգալացի, իսպանացի զինվորները հանուն ինչի պետք է գնան կռվեն, ասենք մեր համար է պարզ, որտեղ մենք գիտենք հետևանքները նման ագրեսորներին եւ դիկտատորներին բաց թողելու ինչ է լինում, հա, սանձերը թողած պահելով։ Բայց այդտեղի քաղաքացիները նախ պետք է այդ դուխը եւ այդ ատելությունը նայեն ինչ որ չափով, վրթովմունքը այնքան մեծ լինի, որ իրանք պատրաստ լինեն կռվելու։ Հիշում եք Ալիևը ինչ էր ասում էր մենք մեր բնակչությանը տարիներ շարունակ ապահովեցինք այդ խոր ատելությունը հայերի հանդեպ, որը մեզ թույլ տվեց կռվի ժամանակ այդպիսի մեծ արդյունքների հասնել։ Այո, ատելությունը որոշակի դեր խաղում է, որ մարդ ատելության հիմքով կարող է եւ մոռանա սեփական կյանքի կարեւորությունը, առողջության եւ այդ ատելությանը հագուրտ տալու համար պատրաստ է գնալ ինչ որ մեկին ոչնչացնելու ճանապարհով, որը պատերազմի գլխավոր հիմքն է, հա։ Եվրոպայում այդ ատելությունը չկա, նույնիսկ Ռուսաստանի հանդեպ։ Էլ եմ ասում, այդ ատելությունը կլինի լեհերի մոտ, եթե Լեհաստանի վրա հարձակվի, մերձբալտների մոտ, ներողություն, բալթյան երկրներ, հա, մերձբալտիկան անդադ հին տերմին օգտագործում, բալթյան երկրների բնակչության մոտ, եթե բալթյան երկրների վրա հարձակվի, բայց նույնիսկ Լեհաստանի վրա հարձակվելու դեպքում, որ ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, նույն ֆրանսիացիները, պարզ չի ինչ ողջավորությամբ պատրաստ կլինեն գնալ զորքով կռվել լեհերին պաշտպանելու համար։ Եվ այստեղ է որ գալիս է ուկրաինական բանակի կարևորություն Եվրոմիության համար։ Դա մի բանակ է, որ այո, ոչ միայն պատրաստ է կռվել, այլ հիմա կռվում է իրենց գլխավոր սպառնալիքի դեմ, Ռուսաստանի դեմ, եւ ինչքան հիմա իրեն օգնեն, ինչքան փող ծախսեն, ավելի 10 անգամ ավելի էֆեկտիվ կլինի, քան հետո երբ որ 10 անգամ ավելի ծախսեն, կարող է չկարողանան այլևս սեփական բանակներով կանգնեցնել Ռուսաստանին։ Հիմա խոսք է գնում համատարած մոբիլիզացիայի մասին, լեհերը նույնիսկ խոսում են, որ ամբողջ չափահաս բնակչությունը պետք է վերապատրաստվի եւ պատրաստ լինի ուրեմն միլիտարիզացիայի բարձ տենդենս է, հա, երբ որ ես դեռ 2010-ականների 10-12 թվականներին անդադ խոսում եմ դրա մասին, որ Հայաստանը պետք է միլիտարիզացվի եւ միլիտարիզացիան դա մենակ ռազմաարդյունաբերության զարգացումը չի, դա հասարակության մասնակցայնությունն է ռազմական դիսկուրսներին, պաշտպանական դիսկուրսներին, սեփական կյանքը հարմարեցնելն է պաշտպանությանը երկրի պաշտպանունակության զարգացմանը, հա, ընդ որում մանկապարտեզից սկսած։ Ինչ շատ մեր ուրեմն հասարակական դաշտի գործընկերներ ասում են դա բան է, միլիտարիզացիան դա վտանգավոր է, դա վատ է, խաղաղասիրություն ենք հարուզում, հա, ոչ մեկ դեմ չի խաղաղությանը, բայց խաղաղությունը պաշտպանելու համար է պետք ռազմականացվել ժողովրդավար ազատ երկրներին։ Նույն ժամանակ Հայաստան դեռ ժողովրդավար ազատ չէր, բայց ամենայնիվս պաշտպանության համար դա պետք էր, կարևոր էր, հա։ Եվ խաղաղություն ասելով խաղաղություն չի գալիս։ Եթե ուզում ես խաղաղություն լինի, պետք է պատրաստ լինես պատերազմի, որ թույլ չտաս այդ պատերազմը։ Եվ հիմա Եվրոպայում էլ դա հասկանում են արդեն։ Հայաստանում դու գիտեք, եվրոպական չափանիշներով բավականին բարձր տոկոս է կազմում ռազմական ծախսերը, 4.5% անցնում է։ Ուրեմն այդպիսի ցուցանիշ մեկ է Լեհաստանը միայն ունի, չէ, ներողություն, ավելի քիչ է նույնիսկ Լեհաստանը, բայց ամենայն դեպս մենք այդ առումով ՆԱՏՕ-ի ստանդարտներին լավ էլ համապատասխանում ենք, հա, բայց ցավոք սրտի ՆԱՏՕ-ն պարզ չի ուր է գնում։ Ուզում եմ ասեմ, որ այդ ընկալումները եկել են Եվրոպա, եւ այդ ծախսերը ավելացվում են, եւ այդ ծախսերի մի զգալի մասը տրամադրվելու է Ուկրաինային, որպեսզի հենց օպերատիվ ռեժիմով կարողանա հաղթել նաեւ Ռուսաստանին, իսկ դա հնարավոր է, որտեղ այսօր Ռուսաստան ուժասպառ է։ Տեսեք, այդքան բան անելուց հետո, Տրամպի օգնությունները հանելուց հետո, որը բարձր մի օրվա արդյունք չի տալու, բայց այսպես ողջավորության տեսակետից ահագին բան հաղորդեց ռուսական բանակին, բայց մեկը չեն կարողանում առաջ խաղացում ապահովել, որտեղ ուկրաինացիները դիմադրում են։ Արդեն ուկրաինական ռազմաարդյունաբերությունը կամաց ոտքի է կանգնում, դրոնների արտադրությունը հազարներով է արդեն տեղի ունենում եւ իրենք դրոնների դաշտում, այսինքն ավտոմատ կառավարվող այդ սարքերի, հա, առաջ են Ռուսաստանից եւ Ռուսաստանը հիմա փորձում է ծավալներ այնքան ավելացնել, բայց դրա համար էլ է պետք որոշակի տեխնիկա, տեխնոլոգիա, որը Չինաստանից ինքը կարող է այլևս չստանալ։ Այս պայմաններում, երբ որ ինքը մերձենում է Միացյալ Նահանգների հետ, Չինաստանը իր վերանայումներն է անելու։ Ուզում եմ ասեմ, որ այս պարագայում իհարկե մի քանի խնդիր կա լուծելու։ Եվրոմիությունը այս իր կոնսոլիդացիայի եւ ռազմական ծախսերի ավելացման հարցը պետք է լուծի։
որը պետք է ներառի նոր եվրոպական տիրույթ անվտանգային, որտեղ ի դեպ Թուրքիան էլ է իրեն տեսնում, որը մեր համար շատ կարևոր է, այո, մեր համար դա շատ կարևոր է։ Եվ մյուս կողմից իհարկե Միացյալ Նահանգներում ազատ աշխարհի կողմնակիցները, ժողովրդավարական ուժերը պետք է ավելի ակտիվ պայքար տանեն, որպեսզի գոնե հակակշռեն Տրամպի քայլերին, իսկ Տրամպն էլ միշտ ինքը աչալուրջ է հասարակական կարծիքին, որտեղ ինքը հասկանում է, որ եթե կորցրեց մեծամասնությունը կոնգրեսում եւ սենատում մյուս տարվա միջանկյալ ընտրությունների ժամանակ, ինքը խիստ համանապակ է լինելու իր գործողություններում։